Այս պահին Էջմիածնում կատարվող հայտարարությունն եմ նայում, երբ որ ԱԾ-ի աշխատողները եկել են Նիկոլի հրամանով Միքայել Սրբազանին ձերբակալելու, ինչպես ձերբակալեցին 3 գիշեր Բագրատ Սրբազանին, ինչպես մի քանի օր առաջ Սամվել Կարապետյանին ու այսպես շարունակ այն մարդկանց, ովքեր դեմ են թուրքացմանը, պրոստը անխտիր կալանարում վերացնում են, ոնց որ թուրքերն եկել են հայկական ազգանունով Նիկոլի դեմքով նստել են կառավարության գլխին ու ամեն ինչ վերացնում են ազգայինը, Արցախը, ամեն ինչ հերթով քայլ առ քայլ sense ոչնչացնելով եթում են, թուրքացման մտցնում են իշխանության կառավարության տակ, ռսից են փրկում, այսպես ասած, ոնց որ այսքան ժամանակ ռուսն էր մեզ կոտորում, թուրքը մեզ փայփայում էր, հիմա այդ մենք թուրք մեր գործընկերների հետ ախպերություն անենք, բիզնես անենք, խաղաղություն կազմենք, էսա խաղաղությունը, էսա խաղաղությանը բերում, թուրքացման են եթում, որ թուրքին մուծվեք, թուրքի լավ ճորտեր եղնեք, Նիկոլի այս ամեն անօրինական քայլերին մենք կարողանում ենք կուլ տալ, ներել ու սենց հելնել մեր բանով կուլ տալ ամեն ինչ։ Միջև երբ ժողովուրդ ջան։ Ես խոսքս չեմ դիմում են Նիկոլա Զավրներին, այն ովքեր որ պատրաստ են գնան թուրքացման։ Ես խոսքս ուղղում եմ հայերին։ Հայեր ջան, խոսքս ձեզ եմ ուղղում, ովքեր որ չեն ուզում գնան թուրքացման, ովքեր որ չեն կարող նայել, սենց որ ոնց են սրբազաններին հերթով սկսում Միքայել Սրբազանին են ախպեր բանանում, տանում են կալանավորելու։ Ամեն ինչ արդեն ցերթով սրբություններին կպել են։ Նիկոլը ամեն քաքում ամեն ինչի մեջ։ Ու դուք էսի ներում եք, հերթով ներելով եթում եք։ Քաղաքականությամբ չեք զբաղվում։ Ես չեմ անում, ինչ պետք է լինի, որ այս ժողովուրդը ոտի հելնի, խելի մաջ ժողովուրդը դուրս ելնի, այն մարդիկ, ովքեր որ աշխատում են կառավարության մեջ, ինչ պետք է լինի, որ իրանք հասկանան, ախպեր ջան, իրանք պրոստը եթում են թուրքացմանը։ Դուք գնում եք թուրքացման պլանն է Նիկոլը տանում առաջ։ Մսխիթները սա կբերեն կդնեն, արդեն քաք մեջ արեցին ամեն սրբության վրա, ամեն ազգայինի վրա։ Ես չեմ անում ժողովուրդ ջան, մի հատ էլ եկեք Մոսկվայի հայեր ջան, արա Հայաստանից շատ հայեր ապրում Մոսկվայում, մի հատ դուք ձեր ձենը հանեք։ Ինչքան Մոսկվայում հայ կա անուն կպսրեցին, Ռուսաստանում ինչքան հայ կա անուն կպսրեցին, ինչքան Ռուսաստանում հայ կա դավաճան ռուսի սապոգ լզող հավանեցին, դուք էդի ոնց եք հանդուրժում, այ Ռուսաստանի հայեր, ոնց եք դուք հանդուրժում, որ ձեզ փսլինքոտ Նիկոլը ու իր այդ շայկեն գվարդիան, իր այդ զոմբիացված կռուգով Ռուսաստանի ապրող հայերին անունը կպցնում, ասում է դուք ռուսի սապող լզող մարդիկ եք, դուք ոնց եք էդի հանդուրժում, արա մի հատ էլ ոտի ելեք, արա Ռուսաստանի հայեր ձեզ եմ դիմում, մի հատ ելեք ձեր խոսքն ասեք, ախպեր ջան, մի հատ եկեք հավաքվենք այսօր հայ առաքելական եկեղեցու մոտ, ես ժամբան չեմ կարող ասել, երբ հարմար եղի մի հատ եկեք իջնենք հայկական եկեղեցու մոտ, քանիսն է հիմա ժամը, եկեք ժամը 1-ին հավաքվենք մի հատ եկեղեցու մոտ, Մոսկվայի ժամով, ժամը 1-ին եկեք հավաքվենք մի հատ եկեղեցու մոտ, մի հատ տենանք ինչ ենք անում, ոնց կանանք սրան մենք հանդուրժենք, ես չեմ հասկանում, ընդհանրապես Երևանում, Հայաստանում ժողովուրդը պետք է հելնի ոտի իրան խոսքն ասի, սենց ոչխարի պես խոմ գնում մորթվում եք, ախպետ արան 5000 երեխուն ոնց որ մի հատ աղ քաշելով, ոնց որ մի հատ ցավ քաշելով այդ 5000 երեխուն մատաղ արեցին, այդ հենց Հայաստանն են մատաղանում։
Մարդը ոնց է, թե չի կարողանում մի հատ ինչ-որ ծից սպանել կամ ճանճ սպանել, ախպեր ջան, ինքը չի կարող ուրիշին վատություն անի։ Բայց այս մարդը եթե 5000 զոհ է տալիս, մատաղ անում, իր համար թքած ունի մնացածը։ Խոսքս ուզում եմ Մոսկվայի հայությանը, եկեք հավաքվենք մի հատ հայկական եկեղեցում, մեր խոսքն ասենք։ Ես հեսա կփորձեմ դուրս գամ, ինչքան շուտ կհասնեմ այդ ժամը 1-ին, ինձ թվում է 1-ին, նու մաքսիմում 1:30 կլինեմ հայկական եկեղեցու մոտ։ Մի հատ եկեք գլուխ տանք, տենանք ոնց ենք անում, ինչ ենք անում, այս մեր խոսքը ասենք, մեր աջակցությունը ասենք։ Մեր եկեղեցուն, մեր ազգայինին, մեր ոչ թուրքացմանը։ Այսքանը